Նա հայ դատի պաշտպանության մեծագույն գործիչներից է Ֆրանսիայում եւ առհասարակ Եվրոպայում։ Ֆրանսուଆ Ռոշբլուանը եղել է Հայաստանի եւ Արցախի կողքին հայկական երկու հանրապետությունների ծննդյան առաջին իսկ օրվանից, անկախության հաստատման վկան ու աջակիցը։ Լինելով հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենքի հեղինակներից, նա նաեւ անխոնջ կերպով բարձրացրել է Հայաստանի ձայնը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի եւ բազմաթիվ այլ բարձր ամբիոններից։ Պարոն Ռոշբլուան, Արցախի հանրապետության նախկին ղեկավարները կալանավորված են Բաքվում։ Ըստ ձեզ ինչ կոնկրետ եւ անհապաղ քայլերի կարող է Ֆրանսիան դիմել նրանց ազատ արձակելու եւ նրանց հիմնարար իրավունքները պաշտպանելու համար։ Je voudrais tout d'abord dire mon sentiment de tristesse. Այո, նախ եւ առաջ ուզում եմ իմ տխրությունն ու վրդովմունքը հայտնել առ այն, որ նրանք Բաքվի բանտում են։ Արցախի ղեկավարներն ամիսներ շարունակ բանտարկված են։ Սա բացարձակապես անընդունելի է։ Ես դատապարտում եմ Բաքվի այս քայլը, բայց եթե թույլ տաք, կուզենայի մի փոքր հետ գնալ։ Տարիներ առաջ, երբ մենք մի խումբ նախկին падգամավորներով գնացել էինք Հայաստան, հարց էինք տվել վարչապետ Փաշինյանին. ինչ եք ակնկալում Ֆրանսիայից։ Պատասխանը հստակ էր, որ Ֆրանսիան ճանաչի Արցախի հանրապետությունը։ Եվ հետո, հենց նույն օրը, մենք հանդիպեցինք այն ժամանակվա արտգործնախարար պարոն Մնացականյանին։ Իմ հարցին, թե ինչու Հայաստանը չի ճանաչել Արցախի հանրապետությունը, նա ինձ պատասխանեց. գուցե այսօր դա տեղի ունենա, կամ այս երեկո, մենք մոտ ենք այդ ճանաչմանը։ Այսօր ցավոք այլ իրականության մեջ ենք, այլ պատկեր ունենք։ Եվ այո, ես շատ զայրացած եմ։ Շատ զայրացած, որովհետև Ֆրանսիան չարձագանքեց այդ կոչին։ Եվ թող չասեն, թե վարչապետ Փաշինյանը դա չի խնդրել։ Նա դա մեզ ասաց։ Ես միակ վկան չէի։ Մենք մոտ 30 հոգի էինք։ Եվ դուք հավանաբար հիշում եք մեր այդ այցը։ Այսօր Արցախի ռազմաքաղաքական իշխանությունը բանտում է մարդիկ, որոնք սիրում են Ֆրանսիան։ Պետք է նաև հաշվի առնել, թե ինչ է արել նախագահ Բակո Սահակյանը ֆրանսիական մշակույթի, ֆրանսերենի զարգացման եւ տարածման համար։ Հենց նրա առաջարկով է կառուցվել ֆրանկոֆոնիայի կենտրոնը։ Պոլ Էլուարի անվան կենտրոնը, որի ինաուգուրացիան տեղի ունեցավ 2021 թվականին իմ բարեկամ Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանի մասնակցությամբ։ Իսկ այսօր իրավիճակը ողբերգական է։ Այո, կա նոր բանաձև, որը ներկայացվել է Ֆրանսիայի ազգային ժողով Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի կողմից, որն այսօր նախագահում է Լորան Վոքիեն, իսկ նախկինում ես եմ այն նախագահել իմ падգամավորական 3 մանդատի ընթացքում, ավելի քան 10 տարի։ Ես շատ կապված եմ եղել այդ խմբին, Հայաստանի եւ Ֆրանսիայի բարեկամությանը, ինչպես նաեւ Արցախին։ Հետո մենք Հովհաննեսի հետ ստեղծեցինք Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակը։ Դրա լավագույն պտուղը եղավ այն, որ Ֆրանսիայի 14 քաղաք բարեկամության խարտիա ստորագրեց Արցախի համայնքների հետ, որոնք Ֆրանսիան այդպես էլ չճանաչեց, քանի որ Արցախի հանրապետությունը ճանաչված չէր, բայց մենք ամեն դեպքում պայքարեցինք դրա համար։ Այդուհանդերձ, այդ հանգամանքը մեզ չխանգարեց ստորագրել այդ բարեկամության խարտիաները, լինի Ստեփանակերտի, Շուշիի, Մարտակերտի եւ շատ այլ փոքր համայնքների հետ։ Այս ամենի հետ մեկտեղ այժմ Ֆրանսիայի խորհրդարանում է պրոհայկական նոր բանաձև։ Վախենամ, որ դրան կողմ քվեարկողների ցանկում չի լինի Ֆրանսիա-Ադրբեջան բարեկամության խմբի որևէ ներկայացուցիչ։ Ես սովոր եմ իրերն իրենց անունով կոչել։ Ժամանակին, երբ ես զեկույց էի պատրաստում Ֆրանսիայի եւ Ադրբեջանի միջև տնտեսական հարաբերությունների մասին, ես ցանկանում էի հետաքննիչ հանձնաժողով ձևավորել դրա համար, բայց Ադրբեջանի գործադրած ճնշումների հետևանքով ես չկարողացա Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության համաձայնությունը ստանալ։ Այո, Ադրբեջանը նավթ ունի, բայց նավթը ամեն ինչ չէ։ Ինձ համար առաջնայինը մարդն է։ Հիշեցնեմ, որ Հայաստանը քրիստոնյա երկիր է եւ հպարտ է դրանով։ Այսօր տեսնելով, թե ինչ է կատարվում Հայաստանի շուրջ, ես չեմ կարող ընդունել դա։ Չեմ կարող ընդունել, որ հայեր են բանտարկված Ադրբեջանում այն բանի համար, որ պաշտպանել են իրենց ինքնորոշման իրավունքը, նաեւ տարածել են ֆրանսիական մշակույթն ու քրիստոնեությունը։ Եվ հիշում եմ նաեւ 91 թվականի հուլիսը, երբ գնացի Լաչին։ Սկզբում իհարկե Գորիսում էինք։ Մենք հանդիպեցինք Ադրբեջանից տարհանված մարդկանց, ովքեր արդեն մեկ անգամ վտարվել էին իրենց հողերից։ Ինձ ուղեկցում էին Ժակ Բարոն, ներկայիս Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Նոել Բարոյի հայրը եւ Նիկոլ Ֆոնտենը, Եվրոպական խորհրդարանի նախկին նախագահը։ Շատ բարձր արժեքների տեր մարդիկ էին։ Մենք գնացինք Գորիս եւ Լաչին։ Հետո, երբ ականատես եղա, թե ինչպես արցախցիները կարողացան ոտքի կանգնել, կառուցել իրենց հայրենիքը։ Իսկ այսօր նրանք ոչ միայն զոհեր են տվել իրենց հողը պաշտպանելու համար, այլև վտարվել են այդ հողից, սա բացարձակապես անընդունելի է։ Պետք է պատժամիջոցներ կիրառել։ Բավական են դատարկ խոսքերը։ Պետք է վերջ տալ բլա-բլաներին։ Եվ երբ տեսնում եմ Հայաստանում, որ այժմ պատրաստվում են ենթարկվել Ադրբեջանի
Ռուսաստանի պահանջին փոխել Հայաստանի սահմանադրությունը խաղաղության պայմանագիր կնքելու համար դա անընդունելի է։ Եվ սա խրախուսում է նաև Միացյալ Նահանգները։ Զանգեզուրը հայկական է։ Այստեղ անգամ բանակցելու բան չկա։ Հենց այստեղ է, որ մենք պետք է լինենք ուժեղ, դիմակայուն։ Հենց այստեղ է, որ պետք է տեսնենք այն Ֆրանսիայի դեմքը, որը ես սիրում եմ։ Comme vous l'avez déjà mentionné, une proposition de résolution. Ինչպես արդեն նշեցիք, Լորան Վոքեի գլխավորությամբ բանաձևի առաջարկ է ներկայացվել ազգային ժողով։ Ինչ կարևորություն եք դրան տալիս եւ որքան է հավանական դրա ընդունումը։ D'après vous, quelles sont ses chances d'être adoptée? Elle sera adoptée comme d'autres l'ont été. Այն կընդունվի, ինչպես մյուսներն են ընդունվել, բայց դա բավարար չէ։ Ես ուզում եմ ազատ արձակվի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Բանաձևի առաջարկում այն գրված է մի կետում։ Բայց ինչ ենք մենք, Ֆրանսիան, անում դրան հասնելու համար։ Ոչինչ, թույլ տվեցինք այն, ինչ տեղի ունեցավ։ Եվ օրինակ ես համարում եմ սկանդալային, անթույլատրելի, որ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը գնացել է Արցախ հուշարձաններ տեսնելու։ Ինչպես կարելի է դա ընդունել։ Անթույլատրելի է։ Կարծում եմ դեսպանին պետք է անհապաղ հետ կանչեին։ Permettez-moi de préciser pour nos Թույլ տվեք ճշգրտում մտցնել մեր հեռուստադիտողների համար։ Տիկին դեսպանն արդեն ավարտել է իր առաքելությունը Բաքվում։ sa mission en Azerbaïdjan. Oui, elle a fini. Ben, Այո, ավարտվել է, բայց այդ ժամանակ իսկ արդեն պետք է անմիջապես հետ կանչվեր, անգամ չպետք է գնար։ Ինչպես կարող էր ոտք դնել այդտեղ։ Դա պատժի է արժանի։ Ես մտածում եմ, ինչպիսի տարբերություն կա դեսպանների միջև։ Երբ տեսնում եմ Ֆրանսիայի դեսպաններին, մասնավորապես պարոն Ջոնաթան Լակոտի, Հայաստանում տարած ուշագրավ աշխատանքը։ Նա հայ էր, ինչպես ես։ Եվ դա շատ կարևոր է դեսպանի ընտրության հարցում։ Ես չեմ խոսում այսօրվա դեսպանի, պարոն Դեկոտինիի մասին, ով անկասկած նույնպես լավ է կատարում իր աշխատանքը, եւ դա հեշտ գործ չէ։ Բայց երբ դեսպանը, այս դեպքում դեսպանուհին, գնում է Արցախի հողեր, դա սադրանք է։ Ոչ միայն սադրանք, այլև նշանակում է, որ մենք ամեն ենք ասում Ադրբեջանի բոլոր պահանջներին։ Ադրբեջանն ինձ 2 անգամ դատի է տվել։ Ես շատ լավ գիտեմ, թե ինչպես է նրանք վարվում։ Գոյություն ունի խավիարային դիվանագիտություն։ Տեսա, թե Ադրբեջանն ինչպես էր տոնում հայերին, արցախցիներին Արցախից վտարելու իր քայլը։ Ու հիմա տեսնում եմ, ֆրանսիացի падգամավորներն են գնում այնտեղ։ Ֆրանսիան պետք է շատ կոշտ արձագանքի։ Պետք է լինել բարի, արդար եւ հաստատակամ։ Օրինակ, Ֆրանսիայի կառավարությունը ճիշտ է իրեն դրսևորում, բայց ես հույս ունեմ, որ պատժամիջոցներ կլինեն նաեւ Հայաստանի հարցով։ Ռոմի Պապ Լևոն 14-րդը վերջերս խոսեց Գազայի երիտասարդների մասին, բայց ես կարծում եմ, որ պետք է աղոթել նաեւ բոլոր նրանց համար, ովքեր վտարվել են իրենց նախնյաց հողից, քրիստոնյաների համար։ Monsieur Rocheblanc, j'aimerais revenir sur votre engagement. Պարոն Ռոշբլան, կուզենայի անդրադառնալ ձեր անձնական նվիրումին։ Դուք տասնամյակներ շարունակ պաշտպանել եք Արցախի դատը։ Այսօր այն օկուպացրել է Ադրբեջանը եւ Հայաստանի կառավարությունը Արցախը ճանաչել է որպես Ադրբեջանի մի մաս։ Երբ պատմության այս էջը շրջվում է, ինչ զգացողություն ունեք։ Ըստ ձեզ պատմության այս էջը վերջնականապես փակված է։ Vos sentiments et pensez-vous que ce chapitre soit définitivement fermé? Sentiment de tristesse, oui. Je m'en suis d'ailleurs entretenu il y a 2 ans. Վշտի զգացում, այո, ես 2 տարի առաջ այդ մասին խոսել եմ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի հետ 1 ժամ առանձնազրույց ունեցա։ Ես նրան ասացի, թե ինչ եմ մտածում։ Այդ ժամանակ ցանկացա հանդիպում ունենալ նաև Ֆրանսիայի նախագահի հետ, մտահոգություններս փոխանցելու համար, բայց ցավոք չկարողացա։ Այսօր դուք ասում եք, էջը շրջվել է, բայց էջը նաև հետ է շրջվում։ Այն երբեք վերջնական չէ։ Գիրքը շատ էջեր ունի, եւ ես դեռ շատ հույս ունեմ, մեծ հույսեր, կապված արցախցիների հետ, աղոթում եմ նրանց համար։ Մտահոգված եմ Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի եւ մյուս արցախցիների համար։ Հուսով եմ, որ մի օր գուցե դա իմ ամենախենթ երազանքն է։ Նրանք կվերադառնան Արցախ։ Դա անսահման երջանկություն կլիներ ինձ համար։ Դրա համար Ֆրանսիան պետք է օգնության ձեռք մեկնի Ֆրանսիայում Արցախի ներկայացուցչին, իմ բարեկամ Հովհաննես Գևորգյանին։ Ինչու չի ստանձնում ներկայացուցչության ծախսերը, պարոն Գևորգյանի աշխատավարձը, ով ոչ մի կոպեկ հատուցում չի ստանում։ Կոչ եմ անում, դիմում եմ Ֆրանսիայի նախագահին, արտգործնախարարին եւ Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբին, որ նրանք հոգան Ֆրանսիայում Արցախի ներկայացուցչի ծախսերը, որպեսզի մենք երբեք չհրաժարվենք, հետ չկանգնենք արդար գործից, երբեք։ Լավ եք ինձ լսում, երբեք։ Monsieur Rocheblanc, je vous remercie. Պարոն Ռոշբլան, անկեղծորեն շնորհակալ եմ այս հարցազրույցի եւ ձեր մշտական նվիրումի համար։ Կցանկանայիք որևէ այլ բան հավելել։ Eh bien, simplement, je Պարզապես կասեմ, հայ մեկ օրով, հայ ընդմիշտ, արցախցի մեկ օրով, արցախցի ընդմիշտ։
Շնորհակալություն։ pour toujours. Merci. Merci beaucoup. Շատ Notre շնորհակալ եմ։ invité était François Rocheboine. À tout de suite.